Բարև ձեզ։ Այսօր մայիսի 28-ին մեր երկիրը նշում է առաջին հանրապետության հիմնադրումը։ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց համաշխարհային պատերազմի խառնաշփոթի ժամանակ հայոց ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց։ Արդյոք Հայաստանի հանրապետությունն այսօր շարունակում է ժառանգորդը լինել այն արժեքների ու սկզբունքների, որոնց հիման վրա հիմնադրվել է առաջին հանրապետությունը։ Այս հարցերն ենք Հայրենիք մեդիայի եթերում քննարկելու պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալություն ձեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ նման հնարավորության եւ առիթի համար։ Եվ շնորհավորում ենք ձեզ եւ մեզ բոլորիս առաջին հանրապետության օրվա առթիվ։ Առաջին հանրապետությունը գրեթե 600 տարի պետականության բացակայությունից հետո հիմնադրվեց ծայրաստիճան ծանր պայմաններում՝ պատերազմ, ցեղասպանություն, 100 հազարավոր փախստականներ։ Այնուամենայնիվ նրա ղեկավարությունը նորաստեղծ պետության համար սահմանեց այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են խորհրդարանական ժողովրդավարությունը, քաղաքական ու քաղաքացիական ազատությունները։ Ձեր կարծիքով որքանով են այսօրվա Հայաստանի վարչակազմի դավանած սկզբունքները համահունչ առաջին հանրապետության սկզբունքներին։ Շնորհակալություն նորից։ Իսկապես շատ ծանր հարց է դրվում։ Ցեղասպանությունից հետո անկախ պետականության վերականգնումը իսկապես նման էր մի հրաշքի, որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը իրականում փրկություն եղավ մեր ժողովրդի համար։ Հերոսամարտերի արդյունքում ոչ միայն բարձրացավ մեր ժողովրդի մարտական եւ բարոյական կորովը, այլև ըստ էության վերականգնեց մեր անկախ պետականությունը։ Պետք է նշել, որ այս անկախ պետականության վերականգնման մեջ կարևոր առաքելություն էր վերապահված հայ-հեղափոխական դաշնակցության կուսակցությանը։ Կուսակցությունը, որ չուներ պետական կառավարման փորձառություն, բայց նախընթաց մի քանի տասնամյակներում հանգամանքների բերումով դարձել էր հայ քաղաքական ամենակարող, ամենամարտունակ կազմակերպությունը եւ ըստ էության հանձնառու եղավ, գլխավոր հանձնառունին հանդիսացավ պետականության կառուցման։ Ուրեմն պատերազմից եւ ցեղասպանությունից հետո Հայաստանը, Արևելյան Հայաստանը գտնված էր շատ ծանր վիճակում։ Ցարական Ռուսաստանի կառավարման ժամանակ Արևելյան Հայաստանը համարվում էր կայսրության ծայրագավառներից մեկը, բավական թեժ զարգացած մի ծայրագավառ եւ ըստ էության դրան գումարվել է նաեւ պատերազմի եւ ցեղասպանության հետևանքները։ Այս պայմաններում էլ Սարդարապետի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը կազմակերպած սերունդը Արամ Մանուկյան, Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդեհ, Ռուբեն Տերմինասյան, Հովհաննես Քաջազնյանի եւ ուրիշներ ձեռնամուխ եղան պետականության կառուցման եւ ինչպես Հովհաննես Քաջազնյանը է խոստովանում իր կնոջ ուղղված նամակում, իրենք հաստատեն զրոյից պետություն կառուցեցին։ Հովհաննես Քաջազնյանը հետաքրքիր ձևակերպում է տալիս, անձև քաոսից սկսվեց պետության կառուցումը։ Այն պայմաններում, երբ որ այս կառավարությունը նախորդ կառավարության չէր հաջորդել եւ որևէ ժառանգություն չէր ստացել։ Հիմնական ժառանգությունը, որ ստացել էին, դա, ինչպես նշեցի, պատերազմի ավերներն էին եւ ցեղասպանության հետևանք հանդիսացած որբերը եւ գաղթականները։ Երբ որ առաջին հանրապետության կառավարության տարիներին իշխանությունների գլխավոր ուղենիշը պետության կառուցումն էր, ամեն ինչի ստեղծումը, ազգային ինքնության պահպանումը, թուրքական վտանգը կանխելը, մեր օրերում մեր այսօրվա կառավարությունը, որ ժառանգել է հսկայական պոտենցիալ պետության առաջընթաց շարունակելու համար, ճիշտ հակառակ ուղղության մեջ է ընկել։ Դուք պատկերացրեք, Քաջազնյանը կառավարությունը ոչ բյուջե ուներ, ոչ կառավարական հնարավորություններ ուներ, բայց կարողացավ որոշակի հիմքեր ստեղծել հաջորդ կառավարությունների համար։ Իսկ այսօրվա կառավարությունը ունենալով ամեն ինչ, ըստ էության շատ բան կասկածի տակ դրեց, ընդհուպ բանը հասել է նրան, որ ընդհուպ մինչև մեր պետականության գոյությունն է խիստ վտանգված ազգային ինքնությունը այն պայմաններում, երբ որ կարելի է իրենց ստացած ժառանգության հիման վրա ավելի ուժեղացնել այն։ Դուք պատկերացրեք Հովհաննես Քաջազնյանի ու Արամ Մանուկյանի զոհաբերություն եւ այսօրվա իշխանությունների մսխումը պետության ունեցվածքի հանդեպ։
մենք կտեսնենք հսկայական տարբերություն եւ ակնհայտ է, որ 108 տարի առաջ ստեղծված պետականության հռչակած ուղենիշները ցավոք սրտի որևէ կերպ չեն համընկնում այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Պարոն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս բազմիցս հայտարարում է, որ պետք է սկիզբ դնենք եւ ստեղծենք 4-րդ հանրապետությունը, սակայն 1990 թվականի անկախության հռչակագիրը հաստատեց, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը որպես առաջին հանրապետության ժառանգության, ժողովրդավարության կրողն է եւ շարունակողն է։ Ինչպես պետք է մեկնաբանենք այս համատեքստում 4-րդ հանրապետության գաղափարը առհասարակ։ Արդյոք կարող ենք ասել, որ առաջին հանրապետության շարունակությունը խզվում է կամ վերափոխվում է այս դեպքում։ Պետք է ես խոստովանեմ, որ 1990 թվականի օգոստոսի 2-ի հռչակագիրը մեր պետականության ողնաշարն է եւ վերջին ես 3-րդ հանրապետության իմ պատկերացմամբ ամենակարևոր, ամենագաղափարական փաստաթուղթը, որը սահմանել է մեր 3-րդ հանրապետության գոյության սկզբունքները։ Նախ շատ կարևոր է, որ անկախության հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը հանդիսանում է առաջին հանրապետության ավանդույթների կրողը։ Եվ ըստ էության դրանով ցույց է դրում, որ 3-րդ հանրապետությունը ինչ-որ նոր բան չի, նախորդի շարունակություն է, սա նոր պետության ստեղծում չի, այլ անկախ պետականության վերականգնում է ըստ էության։ Հռչակագիրը սահմանել է մեր ազգային հարատեվության առանցքները, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հետապնդել, Արցախը միացնել Մայր Հայաստանին, սեփական ազգային, կրթական, տնտեսական, ֆինանսական, պաշտպանական համակարգերի ստեղծում։ Այնինչ, ինչը որ ըստ էության անհրաժեշտ է անկախ ուժեղ պետություն ունենալու համար, ինչի որ ձգտում են սովորաբար բոլոր երկրները։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած, այսպես կոչված 4-րդ հանրապետության հայեցակարգին, ուրեմն որտեղ, ինչպես ինքը խոստովանում է, անկախության հռչակագիրը պետք է տեղ չունենա։ Իրականում 4-րդ հանրապետության հայեցակարգի հիմքում անկախության հռչակագրի դրույթների բացառումն է։ Իմ կարծիքով սա նշանակում է հրաժարվել այն հսկայական ավանդույթից, մեր պատմական անցյալից եւ այն սկզբունքներից, որոնք որ մեզ կտանեն դեպի ազգերի մեծ ընտանիքում մեր պատվավոր տեղը։ Ես կարող եմ տարօրինակ հնչի պատասխանի հետևյալ մասը, իրականում կողմ եմ նոր հանրապետությանը, բայց այդ նոր հանրապետությունը պետք է լինի հռչակագրի 1990 թվականի ընդունած հռչակագրի ավանդույթների իրական կատարողը։ Պետք է խոստովանենք, որ անցած 35 տարիներում մենք մեր անկախության հռչակագրից ահագին շեղվել ենք եւ թերևս դա է գլխավոր պատճառներից մեկը, որ այսօր այսպեսի ծանր վիճակում ենք։ Եթե մենք ի սկզբանե հետևեինք, օրինակ ստեղծենք ազգային կրթական համակարգ, սկզբից եւ այդ հետամուտ ունենք ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ շատ այլ հարցերում հետամուտ ունենք անկախության հռչակագրի սահմանած դրույթներին, այսօր այսպեսի վիճակում չենք հայտնվի։ Եվ կարծում եմ, որ թերևս այս հանգամանքով պայմանավորված պետք է շատ բան նորից սկսել, բայց դա չի նշանակում, որ պետք է մերժել հինը, առավել եւս առաջին հանրապետության ավանդույթները եւ 3-րդ հանրապետության հռչակագրում հիմնված հիմնադրույթները։ Պարոն Ստեփանյան, հետ գնանք մի քանի տարի եւ հիշենք 2018 թվականին, երբ իշխանափոխությունից հետո առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանն էր բացում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է այնպես ապրենք, այսուհետև նույնպես, որպեսզի կարողանանք ուղիղ նայել նրա աչքերի մեջ, բայց հաջորդ տարիներն ինչ ցույց տվեցին, հերքում այդ խոսքերի։ Այո, ճիշտ եք ասում, իրականում մենք Արամ Մանուկյանի մասով ասեմ, որ մենք պարտական ենք Արամ Մանուկյանի 3-րդ հանրապետության մենք պարտական ենք Արամ Մանուկյանին առաջին հանրապետության ստեղծման համար։ Արամ Մանուկյանի մասին կարելի է երկար խոսել, ես էլ ձեր առաջի հարցի ժամանակ որոշակի անդրադարձ ունեցա, բայց
2018 թվականի մայիսին ես այդ օրերը հիշում եմ Նիկոլ Փաշինյանի ճառը որևէ աղերս չունի, ցավոք սրտի, աղերս չունեցավ իր հետագա գործունեության հետ։ Արոն Մանուկյանը մեզ այլ սկզբունքներ էր ավանդել, իսկ Նիկոլ Փաշինյանի այդ օրվա խոսք եւ նրա հետագա գործունեությունը պաստորեն որևէ կապ չունի միմյանց հետ եւ եթե հետահայացնենք մենք վերջին 8 տարիների տեղ ունեցածը ինչ որ պատահեց մեր ժողովրդի հետ, ցույց տալիս մի բան, որ մենք պետք է ամաչենք Արամ Մանուկյանի աչքերին նայելուց։ Եթե մենք չդադարեցնենք այս կործանարար ընթացքը, պատմությունը մեզ չի ներելու։ Պարոն Ստեփանյան, մայիսի 28-ին Հայաստանի կառավարությունը մեծ զորահանդես կամ ինչպես Փաշինյանն ինքն է ասում, հաշվետվություն էր կազմակերպել Հանրապետության հրապարակում, ցուցադրելու համար ձեռք բերված ռազմական տեխնիկան։ Ինչ եք կարծում, այս զորահանդեսն իսկապես մեր երկրի, մեր բանակի հեղինակությունն ու վարկը բարձրացնելու միտում ուներ, թե սա նույնպես այս նախընտրական ընթացքում ինքնագովազդի նպատակ ունի։ Սկզբից եւ այդ ասեմ, որ իրականում սա նախընտրական շոու է։ Անշուշտ ռազմական շքերթերը կարևոր են նաեւ տոնական օրերին, բայց զավեշտն այն է, որ 8 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները առաջին անգամ են նման շքերթ կազմակերպում, որպեսզի սխալ դուրս չգամ 2018 թվականներ էր շքերթ կազմակերպել Սարդարապատում, բայց այդ շքերթի կազմակերպման հեղինակները այսօրվա իշխանությունները չեն, դա նախորդ իշխանությունները կազմակերպել են, ուղղակի այդ օրվա մթնոլորտը թույլ չէ տալիս, որ իրենք այդ շքերթը չեղարկեին, հա, եթե հիշում եք 2018 թվականի Սարդարապատի շքերթը։ Դրանից հետո ոչ միայն բանակի մեծարման շքերթներ տեղի չունեցան, այլև մենք գիտենք, թե ինչպիսի ճակերտավոր ճոխությամբ է նշում էր բանակի հիմնադրման օրը։ Իսկ ամեն ինչ անում նաև այդ օրը ստվերելու համար։ Մենք գիտենք, թե նաև այդպիսի ազդակները որտեղից են գալիս։ Եվ ճիշտ նկատեցիք, որ ըստ էության սա ավելի շատ նախընտրական շոու է եւ ինչ որտեղ նաև հաշվետվություն այլ այսպես կոչված ցույց տալու համար ժողովրդին թե այդ պետական պարտքերը ինչի վրա են գոյացել, որը որ ըստ էության համոզիչ կարող է չթվալ։ Մյուս կողմից էլ հետաքրքիր պարադոքսալ իրավիճակ է հայտնվում, մի կողմից վարչապետը ժողովրդին ցույց է տալիս, որ այսքան զենք ունենք, մյուս կողմից էլ պետք է նաև փորձի արդարանալ Ալիևի մոտ իր խաղաղության օրակարգից չժղվելու համար եւ անկախ ամենից իրենք ելի իրենց վատ դրության մեջ են դնելու։ Եվ այս ընթացքում նկատենք, որ ռազմական փորձագետներն արդեն հասցրեցին այսպես իրենց դիտարկումներն անել, որ այդ ամբողջ տեխնիկան մեր բանակի մարտունակությանն ու անվտանգությանն առհասարակ ուղղված չեն, այլ դեկորացիա են, այսպես կոչված։ Սա էլ ձեր ասած Ալիևի պահանջներին դեմ հանդիման գնալով։ Փաստորեն կարողանում է երկու իր արժեդված երկու խնդիրները վարպետորեն լուծել եւ ժողովրդին դուր գալ եւ Ալիևին դուր գալ։ Այո։ Ճիշտ հասկացա։ Բայց ամեն դեպքում ես այս զրույցը կուզեի որ լավ նոտայով ավարտեինք։ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի մասին։ Հայաստանի առաջին հանրապետությունը ըստ էության իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, ցույց է տվել, որ այդ ցան իրավիճակում պետությունը ստեղծելը ցույց է տվել, որ մենք արժանի ենք ունենալու լավ պետություն, արժանի ենք նախ պետություն ունենալու եւ լավ պետություն ունենալու։ Եվ պետք է պատմությունից սովորենք, որ ամենանձառն պահերին ոչ թե պետք է հիասթափվել եւ տրվել թշնամու ողորմածության, այլ նոր պայքարի մղվել, չհուսահատվել եւ պատրաստվել հաջորդ մարտերին, որոնք անկախ մեր կամքից տեղի ունենալու, որքան մենք պատրաստ ենք, այնքան ավելի հաջող եւ անկորուստ կլինի այդ մարտը մեր համար, եւ մարտը պարտադիր չէ, որ լինի ռազմի դաշտում, դա կարող է գաղափարական, քարոզչական, տնտեսական, եւ այս առումներով չպետք է ժողովրդին հիասթափեցնել, որ դեշ մենք պետք է տրվենք թշնամու ողորմածության, որպեսզի կարողանանք խաղաղ ապրել, իսկ այդ խաղաղությունը այսօր
շատ խափուսիկ խայծ կարող է հանցալել մեր ժողովրդի համար։ Պետք է պաշտամունքի առարկա լինի ուժեղ պետություն ունենալ, պետությունը ինքը, եւ եթե մենք չգնահատենք մեր անցյալի պատմությունը, ես նկատի նախ եւ առաջ առաջին հանրապետության պատմությունը եւ առաջին հանրապետության ամբողջությամբ, մենք ըստ էության կզրկվենք նաեւ ապագայում պատմություն ունենալու հնարավորությունից։ Ուրեմն պիտի փայփայենք մեր անցած ուղին եւ ճիշտ դասեր քաղենք դրանից եւ առաջին դասը այն է, որ չպետք է հիասթափվել պարտությունից, չպետք է հիասթափվել ուժեղ թշնամուց։ Դա մեզ ավելի է ոգևորելու եւ պայքարի մղելու։ Եվ ամենավերջում նորից ուզում եմ շնորհավորել մեր բոլորի մայիս 28-ը։ Շնորհակալություն պարոն Ստեփանյան, հետաքրքիր զրույցի եւ պատմական ակնարկի էքսկուրսի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ձեզ շնորհակալություն մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում դուք դիտում եք բացառիկ հարցազրույցը եւ իմ զրուցակիցը պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։